Բարև ձեզ, եթերում այլ օրակարգն է։ Մեր հաղորդման հյուրն այսօր Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքում ընդգրկված պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ընդդիմադիր լիդերները տարբեր ձևակերպումներով իհարկե, բայց մոտավորապես այս միտքն էին արտահայտում, որ եթե իշխանությունը փորձի գողանալ քվեներ ընդդիմադիր ուժերից, կստանա հեղափոխություն։ Իշխանությունը գողացավ քվեները, շատ բացահայտ, օրը ցերեկով, նույնիսկ լկտիաբար, այդպիսի որակումներ էլ եղան, բայց հեղափոխություն չի ստացել։ Ուր է հեղափոխությունը։ Եթե չեմ սխալվում, ձեր մեջ բերած մտքի հեղինակը երկրորդ նախագահն է Ռոբերտ Քոչյանը, ես չեմ հիշում, որ Այո, բայց մյուս լիդերները նույնպես խոսում էին իրենց քվեների տեր կանգնելու Մեր հիմնական ձևակերպումը եղել է այն, որ լինելու է փոփոխություններ եւ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի Սամվել Կարապետյանը։ Նույնիսկ պարոն վարչապետով էինք դիմում։ Դա կարող է մասնավոր դեպքեր եղել են, բայց մենք ունեինք վստահություն, որ հաջորդ վարչապետը կլիներ Սամվել Կարապետյանը ընտրություններից հետո, եւ այդ վստահությունը պատահական չէր, այն ձևավորվել էր մեր նախընտրական հանդիպումների ընթացքում, հասարակական իրական տրամադրությունների արդյունքում դա վկայում էին ընտրական շրջանում, նախընտրական շրջանում տարբեր փուլերում իրականացված սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց ոչ մի պարագայում Նիկոլ Փաշինյանը 50%-ից ավել մեծամասնություն չէր կազմում, առաջատար ուժը ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ պետք է լիներ Ուժեղ Հայաստան, այդպես էլ եղավ ընտրության արդյունքում, եւ հավաքական ընդդիմություն, այսինքն մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես խորհրդարան անցնելով կարող են ձևավորել կառավարություն, որի արդյունքում Սամվել Կարապետյանը կլիներ վարչապետ։ Այսինքն այդ վստահությունը մենք ունեցել ենք, բայց փաստ եղել է այն, որ եղել է քվեագողություն զանգվածային բնույթի, այսինքն ընտրախախտումներ եղել են այն տիպի, որ հնարավորություն չեն տվել, որպեսզի մեր ժողովուրդը կատարի օրինական ընտրություն։ Ուր է պլան B-ն։ Բոլորը գոնե վստահաբար ասում էին, որ ունեն պլան B, պլան B-ում պետք է նկատի ունենալ քվեագողությունը, կարծում եմ առաջին հերթին։ Գիտեք ինչ, այդ հետագա գործողությունները հետընտրական շրջանի պարտադիր չի, որ նրանք Այբուբենի տառերով անվանակոչված լինեն եւ ինչ-որ նկարագրություն իրենց մեջ պարունակեն։ Հետընտրական ամեն մի փուլում իրականացվում է հստակ գործողություններ եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունը չափազանց հետեւողական է այդ հարցում։ Մենք անցել ենք հիմա վիճարկման բոլոր գործընթացներով, անշարունակում ենք անցնել, սկսած տեղամասային ընտրական հանձնաժողովներում առանձին դեպքերում արդյունքները վիճարկելուց մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովում եղել է բողոքարկում ընտրությունները չեղարկելու եւ նոր ընտրություն նշանակելու վերաբերյալ եւ հիմա արդեն կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որի վերաբերյալ կա հստակ դիրքորոշում, որ պետք է այն բողոքարկվի սահմանադրական դատարան, այսինքն իրավական իմաստով դեռ պետք է արձանագրենք, որ ընտրությունները դեռևս չեն ավարտվել եւ դեռևս կա բողոքարկման գործընթացը դեռևս վերջնականապես չի սպառվել։ Երբ որ դա սպառվի, արդեն դրանից բխող որոշումներ պետք է կայացվեն։ Հիմա չգիտեմ դա պլան Շ-ն է, թե պլան Գ-ն է, թե պլան V-ն է, այդտենց անվանումներ այդ գործողությունները չունեն։ Գործողությունները ունեն տրամաբանություն, գործողություններ ունեն հիմնավորվածություն, իրավիճակը գնահատելով եւ իրենց մեջ ռացիոնալիզմ պարունակելով։ Դուք ձեզ հատուկ հումորով փորձեցիք իրավիճակը շտկել, պարոն Ղազարյան, բայց իրավական գործընթացը թողնենք իրավաբաններին։ Ես խոսում եմ քաղաքական գործընթացի մասին։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք եւ շատ լավ կարծում եմ հասկանում եք, որ ընդդիմությունը մի քանի տարբերակ արդեն բաց է թողել, մի քանի հնարավորություն բաց է թողել մարդկանց հանրությանը կոնսոլիդացնելու եւ զուգահեռաբար փողոցային պայքար տանելու։ Եվ տարբերակներից մեկը հենց ամսի 8-ի գիշերը ժամը 2-ն էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքացիական պայմանագիրը արդեն հաղթանակ է տարել, մինչդեռ 10-15%-ում տեղամասերի դեռևս հաշվարկ էր ընթանում։ Ուր է քաղաքական գործընթացը, քաղաքական ուժերը քաղաքական գործընթաց պիտի գեներացնեին։ Իսկ դուք ինչի եք մտածում, որ այդ քաղաքական գործընթացը դա պետք է դրսևորվի միայն հատկապես հենց այդ օրը
բողոքի ինչ-որ հանրահավաք կազմակերպելով։ Մենք օրինակ հանրահավաքի կոչ Արդյոք էինք արել։ բոլոր հնարավորությունները չպիտի օգտագործվեին, այդ թվում նաև այդ եւ շատ բացահայտ Հենց այդ եմ ասում, որ օրինակ մեր կողմից կայացվող որոշումները դրանք հուզական չեն եւ հնարավորինս ռացիոնալ են, այսինքն հնարավոր արդյունքի հասնելու իմաստով։ Տեսեք, մենք փողոցային պայքարի գործողություններից երբևէ չենք խուսափել։ Ուժեղ Հայաստանը շատ մեծ հանրահավաք էր հրավիրել ապրիլի 11-ին, մեծ թվով հաճակիցներով օպերայի հրապարակում։ Մենք հունիսի 3-ին ունեցել ենք աննախադեպ մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Հետընտրական շրջանում էլ օրինակ, երբ որ կենտրոնական ընտրական հանրաժողովը քննում էր վերջնական արձանագրություն կազմելու հարցը, մենք կոչ ենք արել եւ ոչ միայն մենք, նաեւ Հայաստան Դաշինքը, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կոչ են արել մարդկանց հավաքվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ եւ եղել է նման։ Բայց հուժկու չէր հանրահավաքը, ինչպես ձեր թված նախորդները։ Դե հիմա ասենք թե ենթադրենք հունիսի 3-ին էլ հուժկու էր։ Հիմա պետք է հասկանալ հանրահավաքը արդյոք խնդիր է լուծում նման իրավիճակում եւ նման քայլի գնալ։ Ճնշում է գործադրում։ Ում վրա, ով ասում։ Իշխանության։ Դե հիմա դա ձեր կարծիքն է, ես օրինակ անկեղծ ասած Դա պնդում է քաղաքական նախկին անկեղծ ասած, ես ինքս անձամբ փողոցային պայքարի երևի առիթ չի եղել, որ բաց թողածել եմ, այդ չասեմ, որ երբեմն նույնիսկ սեփական իմ համեստ կարողություններով եմ հանրահավաքներ հրավիրել, կազմակերպել, նրանց մեջ օրինակ 22 թվի օգոստոսի 23-ի հանրահավաքը նաև բավականին բազմամարդ էր։ Բայց իմ մասնակցած, իմ արձանագրած փողոցային գործողություններից թերևս ամենամեծը եղել է Սրբազան պայքարը 24 թվականի մայիսինի հանրահավաքը աննախադեպ է եղել իր ծավալներով, էներգիայով, մարդկանց ներգրավվածությամբ, բայց դա էլ արդյունք չի տվել, այսինքն եթե մտածենք, որ դա այդ ճնշումը հանրային մարդկանց փողոցում գտնվելը ազդում է իշխանությունների որոշումների վրա, մենք տեսել ենք, որ դա չի ազդում։ Հետընտրական շրջանում Հայաստանից բացի կա նաև այլ երկրների փորձ, օրինակ վերջին 1 տարվա ընթացքում Վրաստանում էլ եղավ ընտրություններ եւ ըստ էության Վրաստանի ընդդիմությունը կատարեց բոլոր այն քայլերը, որոնք հիմա ակնկալվում է Հայաստանի ընդդիմությունից, չէ՞, այսինքն հրաժարվել մանդատներից, չգնալ խորհրդարան եւ անցնել փողոցային պայքարի։ Վրաստանում բոլոր խորհրդարան անցած ուժերը հրաժարվեցին իրենց մանդատներից, փողոց դուրս եկավ, եթե չեմ սխալվում, 400,000 մարդ։ Գրեթե 1 տարի նրանք շաբաթ օրերը հավաքվում էին Թբիլիսիի կենտրոնում, մոտ մինչև 40,000, 50,000-ից հանրահավաքներ, բայց դա իշխանության տրամադրությունների որոշումների վրա բացարձակապես որևէ ազդեցություն չի թողել։ Սա էլ այն դեպքում, երբ որ Եվրոպական միությունը ինքն էր աջակցում Վրաստանի ընդդիմությանը, նրանք էին կոչ անում դուրս գալ պայքարի, եվրոպական երկրների արտգործնախարարները իրենք էին գալի առաջնորդում, Վրաստանի գործող նախագահներ այդ ժամանակ առաջնորդում, բայց դա որևէ մեկի տրամադրությունը չի փոխել եւ որոշումների վրա չի ազդել։ Հիմա եթե մենք էլ կազմակերպենք, չգիտենք, նախաձեռնենք, նախ պետք է հասկանանք արդյոք դրանց հասարակական տրամադրությունները հուշում են, որ մարդիկ դուրս կգան փողոց, թե ոչ, որովհետեւ երբ որ մարդիկ դուրս են գալի փողոց, մենք դեպքեր ունենք, որ դրա համար ոչ մի կոչ կարողա պետք էլ չի։ Ես դա էլ եմ հիշում 22 թվականի սեպտեմբերի 14, երբ որ ազգային ժողովի մուտքի մոտ ինքնաբուխ հավաքվեց մոտարապես 50,000 մարդ առանց որևէ մեկի կոչի, առանց որևէ մեկի հորդորի, դա այսինքն մարդկանց ցասումը, էներգիան դա մարդկանց բերեց փողոց, առանց որևէ կազմակերպական միջամտության։ Այնպես որ ես կարծում եմ, որ պետքա այդ տրամադրություններն էլ զգալ, հասկանալ, իմ տպավորությամբ հիմա մեր հասարակության մեջ նախընտրական շրջանում բավականին մեծ սպասումներ են ձևավորվել, որ փոփոխություններ կլինի, եւ դրանք սին չէին, այսինքն պատրանք չէին, դրանք, ասենք, խաբկանք չէին։ Իրականում հասարակական տրամադրությունները եւ ընտրությունների արդյունքները լրիվ տարբեր բաներ են։ Մարդիկ զգում էին, որ հնարավոր է ընտրական գործընթացով Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից եւ իրենց մոտ ձևավորվել է։ Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Հիմա բայց այնուամենայնիվ օրինակ Սամվել Կարապետյանի գործոն ինքը որոշակի համախմբող էր, չէ՞, քաղաքական քանի ուժեր էին միավորվել, աջակցում էին հասարակության մեջ։ Բայց դա չեղավ, հետո եմ ուզում հասկանալ։ Հիմա դա իմ կարծիքով այդ սպասումների չարթարանալը իմ տպավորությամբ, կարող է սխալվում եմ։ Հիմա օրինակ ոնց որ հասկանում դուք այլ տեսակետ ունեք, բայց իմ ընկալումներում մարդկանց մոտ այդ հիասթափությունը որոշակի
ապաթիա է առաջացրել, այսինքն նաև ուժերն են վատ սպառել մարդիկ, արդեն հավատն են կորցրել, որ հնարավոր է իրենց մասնակցությամբ, իրենց գործողություններով ինչ-որ բան լինի, եւ թերևս անհրաժեշտ է մի որոշակի ժամանակ, որպեսզի մարդկանց մեջ վերականգնվի պայքարի տրամադրությունը։ Օրինակ իմ մոտ որևէ տրամադրության փոփոխություն գոյություն չունի։ Ես էլ շատ մեծ հույս ունեի, որ կարելի է հունիսի 7-ով այդ խնդիրը լուծել, բայց եթե դա հունիսի 7-ին չի լուծվել, չի նշանակում, որ դա երբեք չի լուծվելու։ Իսկ ով էր ասում, որ պիտի հունիսի 7-ին լինի, չէ՞, միգուցե դա պետքա մի ուրիշ ամսաթվի լինի։ Դրա համար պետքա դիմադիր լիդերները պայքարում էին եւ հնարավոր ջանքեր գործադրել են նրան հասնելու համար։ Եթե դա չի հաջողվել, դա չի նշանակում, որ արդեն բոլոր հնարավորությունները սպառված են եւ մենք անելիք չունենք, ոչ։ Մենք հիմա նոր իրավիճակում պետքա գործենք, այդ իրավիճակին համահունչ։ Պարոն Ղազարյան, Վրաստանի բերած ձեր օրինակից կարելի է հետևություն անել, որ մենք դատապարտված ենք գործող իշխանության հետ դեռ երկար ապրելու։ Ոչ մի պարագայում, ուղղակի պետք է մտածել նրան իշխանությունից հեռացնելու արդյունավետ այլ միջոցները, թե որոնք կարող է լինել եւ երբ կարող է դա լինել, իսկ դա լինում է պայքարի արդյունքում։ Այսինքն այդ արդյունավետ միջոցները դեռ պետք է փնտրել, գտնել, մտածել, դրանք չկան։ Նախատեսված չէր, որ այսպիսի իրավիճակ կարող է ստացվել։ Նայեք, Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել է Հայաստանում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 29%-ը։ Մնացած մասը կամ չի մասնակցել ընտրության, կամ քվեարկել է այլ ուժերի, ոչ իր, այսինքն իր առաջադրված լինելու պարագայում քվեարկել են այլ ուժերի օգտին։ Ինքը փաստացի խորհրդանում մեծամասնությունը կազմել է ոչ թե ժողովրդի վստահության քվեի արդյունքում, այլ ընդհանրենք ընտրական օրենսգրքի կարգավորումները, որ Շեմը չեն հաղթահարել որոշ ուժեր, նրանց փոշիացած ձայները դարձել է ԿՊ-ի մանդատներ եւ այլն, այսինքն այդ մեխանիզմներն են նրան նորից պահել իշխանության։ Բայց փաստացի իշխանություն է ձևավորում։ Հիմա փաստացի իշխանությունն է, որը փաստացի չի վայելում հասարակության 2/3-ի վստահությունը։ Ընդամենը 30%-ի վստահությունը վայելող իշխանություն է։ Հիմա պետք է հասկանալ, թե հասարակության այդ ուժը, հասարակության էներգիան եւ ցանկությունը ոնց է հնարավոր կե։ Հիմա այս պահին, քանի դեռ հասարակության մեջ ընտրություններից հետո կա հիասթափության հետ կապված տրամադրություններ, չկա վճռական պայքարի ցանկություն, էներգիա, ես դա անկեղծ ասած չեմ զգում։ Օրինակ, տեսեք, կենտրոնական տրական հանձնաժողովի մոտ, չէ, իմ արձանագրումներով այնտեղ ոչ մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այսինքն ամենայն դեպս, եթե գումարենք հունիսի 3-ի մեր հանրահավաքի մասնակիցներին, Հայաստան դաշինքի հանրահավաքի մասնակիցներ եւ ԲՀԿ-ի, այնտեղ պետք է լիներ առնվազն մի 200,000-անոց բազմություն, բայց այդպես չէր։ Դա եմ ուզում ասել, որ պետք էր այդ ընտրազանգվածին տաք հետքերով կոնսոլիդացնել եւ հավաքել փողոցում։ Պետք էր հավաքել առաջնորդներ, պետք էր ցույց տալ, որ ընդդիմադիր լիդերները առաջին շարքում կանգնած են։ Հիմա դա ձեր կարծիքն է, բայց կարող է նաեւ դա հակառակը չունենար մեծ նշանակություն ու ազդեցություն եւ միգուցե այդ նույն ձեր կողմից նկարագրված իրողությունը մենք տեսնենք մեկ այլ ժամանակաշրջանում, երբ որ հասարակական տրամադրությունները նորից մի փոքր այս ապատիկ իրավիճակից հանդարտվեն, մարդիկ վերստին իրենց մեջ ուժ գտնեն պայքարի, որովհետև իրականում հասարակությունը մեծամասնություն, ասեցի, չի ուզում Նիկոլ Փաշինյանի տեսնել իշխանության ղեկին եւ այլ պայքարի գործիքակազմը կիրառելով հասնել ցանկալի նպատակի։ Ես անկեղծ ասած տրամադրված եմ այդ պայքարին եւ կարծում եմ, որ ուժեղ Հայաստանում բոլորն են այդպես մտածում, որ մեզ համար պայքարը չի ավարտվել, մենք անցնում ենք հետագա քայլերին։ Պարոն Ղազարյան, տարօրինակ մի բան էլ եղավ։ Վերջի մի քանի օրերի ընթացքում ընդդիմադիր լիդերները փորձեցին լքել Հայաստանի տարածքը։ Նարեկ Կարապետյանը ցամաքային ճանապարհով, Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանը օդանավակայանով շատ պատահական զուգադիպությամբ էր, որ ընդդիմադիր այն ուժերը, որոնք որ վստահ էին, որ ամսի 7-ին հաղթանակ են ունենալու, 2-3 օր տարբերությամբ անձնական այցեր էին պլանավորել։ Գիտեք, դա իշխանական նարատիվ է, որ նրանք ուզում էին լքել Հայաստանի տարածքը, այս բան չկա, այնտեղ ամեն մեկ իր պատճառը, օրինակ նախ ուժեղ Հայաստանի առաջնորդը Սամվել Կարապետյանն է,
որը որ ցավոք սրտի տնային կալանքի մեջ է եւ նա տնից չի կարող ցուցակը գլխավորում էր Ցուցակը գլխավորում Նարեկ Կարապետյանը, որ առանցքային գործիչներից մեկն է եւ Նարեկը շատ པարզ բացատրել է, թե ինքը ուր էր ուզում գնալ եւ ինչի համար, որպեսզի գնար Լարսի սահմանային անցակետ եւ ընտեղից ներկայացնել այն խայտառակ վիճակը, ինչի մասին որ մենք ահազանգում ենք նախընտրական շրջանում։ Եվ ցավոք սրտի Նարեկ Կարապետյանը հնարավորություն չունեցավ տեղ հասնելու, բայց նկարահանող խումբը, որ իրեն ուղեկցում էր, այդ խնդիրը լուծել է եւ այսօրվանից արդեն տարածվել է այն տեսանյութը, որը պետք է լիներ նաեւ Նարեկ Կարապետյանի մասնակցությամբ, այսինքն դա Հայաստանը լքելու կամ չգիտեմ ինչի տրամադրության հետ բացարձակապես կապ չունի։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին, ես անկեղծ ասած իրենց ճամփորդելու պատճառների մասին մանրամասներ չգիտեմ, քանն ինչ որ ներկայացվել է, բայց տրամաբանական եմ, հիմա Գագիկ Ծառուկյանը հեղինակավոր գործարար է, տարբեր գործարար կապերով, Ռոբերտ Քոչարյանը նույնպես տարբեր կապեր ունեցող գործիչ է եւ այս ամբողջ մեկ ամսյա ընթացքում, երբ որ նրանք միայն գտնվել են Հայաստանում քարոզարշով պայմանավորված, չի բացառում, որ եղել են կուտակված գործեր, հանդիպումների անհրաժեշտություն, որը կարելի էր հիմա այս ժամանակաշրջանում իրականացնել եւ ես չեմ պատկերացնում, որ նրանք երբևէ նրանց երկուսի պարագայում էլ ես չեմ լսել, որ նրանք խուսափեն առհասարակ որևէ գործընթաց, մանավանդ որ այս պահին իրավական այնպիսի գործընթացներ չկան, որը որ պատճառ պիտի հանդիսանար։ Ես անկեղծ ասած բան եմ վերաբերվում, դրանք իշխանական քարոզչության բան, օրինակ հիմա եթե թույլատրվել, չնայած ապօրինների է միջայլոց արգելվել նրանց հեռանալը Հայաստանից, եթե թույլատրվել նրանք գնային երկու օրով իրենց գործերը վերջացնեն, կարող ոչ մեկը ոչ էլ մենք իմանայինք, որ նրանք գնացել են կամ հետ են վերադարձել։ Ես այնտեղ որևէ տենց խնդիր անկեղծ ասած չեմ տեսնում։ Պարոն Ղազարյան, վերադառնանք կենտրոնական ընտրական հանձնաժողովին, մենք դուք անընդհատ Վահագն Հովհակիմյանի անունն ենք տալիս եւ ճիշտ ենք անում, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովում կան ընդդիմության կողմից նշանակված ներկայացուցիչներ, ընդդիմությունը ներկայացնող մարդիկ Հիմիկվա կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորվել է բոլորին էլ առաջադրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ ընտրվել են ազգային ժողովի կողմից։ Ընտրական հանձնաժողովներում կան Արմեն Սմբատյանը, որը 11 թվականից պաշտոնավարում է Տիգրան Մուկուչյանի պաշտոնը որպես քարտուղար, նա ժամանակին հանրապետական կուսակցության կողմից առաջադրված եղել, բայց վերջին անգամ նա առաջադրվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից եւ ընտրվել է ԿՀ քարտուղար։ Ընտրական հանձնաժողովներում էլ կան ընտրական հանձնաժողովներում կան, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն իշխանական ներկայացուցիչն է։ Այդ մարդիկ ունեն շատ կոնկրետ անուն, ազգանուններ, այդ մարդիկ, ովքեր ստորագրել են արձանագրություններ, որ էական խախտումներ չեն եղել, դրանք ընտրությունների ընթացքի վրա չեն ազդել, այդ ամեն ինչը ուսումնասիրվում, հետազոտվում է, այդ մարդիկ կանչվում են պատասխանատվության։ Դե որտեղ որ եղել են ընտրախախտումներ պայմանավորված ընտրական հանձնաժողովների գործունեությամբ, այո, նրանք հանձնաժողովները պատասխանատու են ընտրությունների կազմակերպման համար։ Հիմա ասենք, օրինակ նրանցից շատերի մեղքով հազարավոր քաղաքացիների քվեներ չի արձանագրվել, ասենք հիմա Մեղրի են տեղամասում, որտեղ զինվորներ են քվեարկել ուշ ժամի, չեղարկվել են ընտրությունների արդյունքները, բայց այն մարդիկ, ովքեր բարեխիղճ նորմալ գնացել են ընտրություն են կատարել, ինչի՞ պիտի իրանց քվեն հաշվի չառնվի ընտրական գործընթացում մի զորամասի հրամանատարի կամ մի ընտրական հանձնաժողովի նախագահի մեղքով։ Հենց դա է, որ ընդդիմությունը ներկայացնող հանձնաժողովի անդամներից հատուկ կարծիքներ չկան արձանագրություններ չստորագրելու դեպքեր։ Կան բողոքարկումներ։ Այդ բողոքարկումները արվել են եւ հանձնաժողովի անդամների կողմից եւ վստահված անձանց կողմից, այսինքն բողոքարկող եւ падգամավորի տեխնացուների կողմից, այսինքն մենք ունենք հարյուրավոր դեպքեր, երբ որ կոնկրետ ընտրական տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները վերանայվել են բողոքարկումների արդյունքում։ Այդ բողոքները ներկայացվել են մասնավորապես նաեւ ուժեղ Հայաստանի վստահված անձանց եւ падգամավորի տեխնացուների բողոքարկման արդյունքը կամ չէ։ Սկզբնական շրջանում առաջի этаպում հենց բողոքարկվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկությունների արդյունքները։ Հետո կենտրոնական ընտրական, հիմա արդեն կենտրոնական ընտրականի որոշումը կբողոքարկվի սահմանադրական։ Մենք բողոքարկման բոլոր этаպները մասնավորապես ուժեղ Հայաստանը անցել է, նաեւ այլ քաղաքական կուսակցություններ նույնպես բողոքարկել են։ Մանդատները վերցնել, չվերցնելու խնդիրը։
21 թվականին ընդդիմությունը վերցրեց մանդատները, այսքան տարիներ աշխատեցին, հասկացանք, որ դա մեծ հաշվով մեր կյանքում ոչինչ չի փոխում, այդ թվում նաև դուք ինքներդ եք բազմիցս քննադատել։ Հիմա վերցնել թե չվերցնել, դուք էլ կարծեմ հակասությունների մեջ ընկաք, նախկինում, երբ որ պնդում էիք պետք չէ վերցնել մանդատներ, պետք է դնել, հիմա ասում եք, որ պետք է վերցնել։ Նայեք, հիմա դեռ այդ խնդրին չենք հասել, որովհետև այդ որոշումը պետք է կայացվի այն ժամանակ, երբ որ կենտրոնական սահմանադրական դատարանը կայացնի վերջնական որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այսինքն ԿՀ-ն մանդատների բաշխման հարցին անդրադառնում է իր որոշումը վերջնական լինելուց հետո։ Իսկ սահմանադրական դատարանում գործի քննության համար նախատեսված է 15-օրյա ժամկետ, 5 օրը բողոքը ներկայացին, դեռ մենք 20 օր ունենք այդ մասին խորհելու, մտածելու, ծանր թեթև անելու։ Ինչն է եղել իմ նախորդ տեսակետները, որոնց տրամաբանությունը պահպանվում է։ Նայեք, եթե ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, չի, ասենք հիմա ԿՊ-ն ունենալու է 64 մանդատ։ Մյուսը ուժեղ Հայաստանի եւ Հայաստան Դաշինքի մանդատն է։ Եթե մեր երկու խմբակցությունները ամբողջությամբ հրաժարվեն մանդատներից, Պարլամենտը կազմված կլինի միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Դա կլինի 64 հոգի, բայց մեր սահմանադրությամբ ասվում է, որ Պարլամենտը պետք է կազմված լինի առնվազն 101 падգամավորից։ Ընդ որում սահմանադրության մեջ չի ասում ընտրությունից անմիջապես հետո պետք է 101 լինի, այսինքն 101 պետք է լինի բոլոր ժամանակներում, ըստ սահմանադրական ձևակերպումների։ Հիմա եթե մենք մեր մանդատներից հրաժարվենք, իրանք մնան 64-ով, 64-ը 101-ից քիչ է, ուրեմն ինչ որ կա պարլամենտ չի։ Եթե օրինակ ես այն կարծիքին եմ, որ դա կարող է տենց լիներ, մեկնաբանություն է էլի դա։ Իսկ եթե դա տենց է պարլամենտ չի, ուրեմն տրամաբանություն ուշում է, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որպեսզի ձևավորվի առնվազն 101 հոգուց կազմված պարլամենտ։ Հետո երբ որ մենք խոսում ենք իրավագետների հետ, ես էլ եմ մասնակցությամբ իրավաբան, բայց իմ գիտելիքները, փորձառությունը ավելի համեստ է այդ ոլորտում, կան սահմանադրագետներ, ավելի փորձառու, որոնք նաև հեղինակն են եւ սահմանադրության եւ ընտրական օրենսգիր։ Նրանց մեկնաբանությամբ դա տենց չի, այսինքն եթե մեր մանդատներից հրաժարվելը հանգեցներ արտահերթ ընտրության, ես կարծում եմ դա քննարկելու հարց չէր լինի, ես էլ եմ կարծում, որ պետք է հրաժարվել գնալ արտահերթ ընտրության։ Բայց ինչ են մեկնաբանում սահմանադրագետները, որ նրանք կմեկնաբանեն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո 105 մանդատի վերաբերյալ որոշում կայացրել է, որը 101-ից ավել է։ Եվ ինքը այդ մանդատների բաշխումը արել է։ Հիմա եթե Թեկնածու Էդգար Ղազարյանը հրաժարվում է, Նարեկ Կարապետյանը հրաժարվում է, Գոհար Մելոյանը հրաժարվում, Արամ Վարդավանյանը հրաժարվում, բոլորը հրաժարվում են, դա ոչ մեկի մեղքը չի։ Այդ թվում նաև ընտրվածների մեղքը չի։ Հետևաբար այնտեղ իրավական խնդիր չի առաջանում։ Այսինքն եթե հիմա մենք հրաժարվենք մանդատներից, փաստորեն ոչ քաղաքական, ոչ իրավական առումով ճգնաժամ չի առաջանում։ Կարա վատ ընկալումներ լինի, ենթադրենք ժողովրդավարության տեսանկյունից, որտեղ ընտրական օրենսգիրքն էլ է, չի ասում, պարլամենտը պիտի առնվազն 1/3-ը լինի ընդդիմություն։ Կստացվի սովետական միություն, ասենք միակուսակցական խորհուրդը, դեռ սկզբունքորեն հիմա էլ է տենց էլ, ասենք օրինակ հենց այսօր ազգային ժողովի նիստեր, որտեղ ընդդիմությունը ներկա չէր, ԿՊ գոհ երջանիկ բերանները բաց, հեռախոսները խաղալով, իրար հետ ծիծաղելով, չէ։ Հիմա ասենք չգնալ խորհրդան նշանակում է այդ պատկերը, որ մենք այսօր տեսել ենք պարլամենտում, տեսնել առնվազն 5 տարի։ Գնալ խորհրդան մի երկու վիրավորանք ավել ուտել, նայեք, այդ էլ գնալն էլ արդյունավետություն չէ, այսինքն եթե իրենց չհաջողվեց իհարկե դա ձեռքբերումն է այս պարլամենտի տարբերություն նախորդի, որ 2/3 չունեն, այսինքն սահմանադրական մեծամասնություն չունեն, ինչը շատ կարևոր հարցերում իրենց ձեռքերը կապում է։ Դա առավ ձեռքբերում է։ Բայց 3/5 ունեն եւ առնվազն 50%։ Նշանակում է բոլոր օրենքները ընդունելուց անկախ դրանից մենք կողմ կլինենք թե դեմ իրենք այդ օրենքները ընդունելու են։ Այդ դեպքում սահմանադրական օրենքները, ընտրական, հիմա ասենք օրինակ Ալեն Սիմոնյանը ասում է ազգային ժողովի կանոնակարգում երթման տեքստ չէ, հիմա ցանկացած հիմարություն հիմա կարան որպես երթման տեքստ գրեն եւ ստիպեն, որ մանդատները վերցնելուց մենք այդ տեքստը ընթերցենք, չէ՞։ Ասենք դա կարող են անել նաև հետո եւ մենք այդ որոշումների վրա մեր թվականակով երկու խմբակցություններով որևէ կերպ չեն կարող ազդել, դա փաստ է։ Հետևաբար այդ տեսանկյունից աշխատանքը արդյունավետություն չի ունի, մանավանդ իրենք էլ արդեն ցույց են տվել նախորդ խորհրդարանի պրակտիկայով, որ իրենք հաշվի չեն նստում, օրինակ իրենք կարող են, չէ՞, ժողովրդավարական մոտեցում ցուցաբերեն, ասեն ինչ անենք, որ մենք մեծամասնություն, բերեք բոլոր հարցերը միասնաբար քննարկենք։ Խնդիրներ ունեք, բերեք
ինչքան ընդդիմությունը առաջարկել է արտահերթ նիստ, այդ նիստերը տապալվել են, ինչքան ընդդիմադիր պատգամավորներ օրենքի նախագծի հեղինակներ են եղել, իրանք դա չեն քննարկել, ընդդիմությունը կազմակերպել է խորհրդարանական լսումներ, իրանք չեն գնում դրան մաս, նույնիսկ հայակվեն, որ ընդդիմությունը չէ, 58,000 քաղաքացի օրենքի նախագիծ առաջարկեց, նույնիսկ չքննարկեցին, օրակարգ չմծրեցին։ Այդ ամենը հասկանալի է, պարոն Ղազարյան։ Հիմա այդ իմաստով մենք էլ ասենք սին պատկերացումներ չպետք է որ, բայց այնուամենայնիվ խորհրդարանում գտնվելը տալիս է որոշակի լիազորություններ, որոնք դուք կարող ես գործադրել պատեվ պահի, ասենք օրինակ վարչապետը, եթե ինչ որ քիչ առաջ դուք ինչ էիք ասում, որ փողոցային պայքարը կարա բերի որոշակի զարգացումներ։ Այդ զարգացումները ինչին կարա հանգեցնի, ընդհանրենք վարչապետի հրաժարականին, չէ՞։ Եթե դա լինի, վարչապետը հրաժարական տա, ըստ կանոնակարգի պիտի խմբակցություններ առաջադրեն վարչապետի թեկնածու։ Եթե ընդդիմադիր խմբակցություններ խորհրդարանում չկան, նշանակում է նման իրավիճակում ոչ ոք չի կարող առաջադրել վարչապետի թեկնածու, բացի ով որ կա ՔՊ-ից։ Հիմա մենք շատ տեսական բանի մասին ենք արդեն խոսում, պարոն Ղազարյան, խնդրեմ նաև ամփոփելով ձեր միտքը շատ հստակ ասեք, սահմանադրական դատարանից ակնկալիքը ո՞րն է։ Ես այդ հարցին ձեր չեմ կարող պատասխանել, որովհետև ես հիմա մեղադրյալի կարգավիճակ ունեմ, սահմանադրական դատարանի մասին կարծիք հայտնելու վերաբերյալ դատարանը սահմանափակել է ինձ իրանց մասին, հիմա կարծիք արտահայտել բացի գովասանքի խոսքեր ասելուց։ Ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանը պիտի ճանաչի։ Շատ փորձագետներ, իրավաբաններ ասում են, որ այն սահմանադրական դատարանը, որը գրեթե ոչ կազմաձևավորվել է այս իշխանությունների օրոք չի կարող կայացնել այլ որոշում, կան կայի որոշում անփոփոխ թողնել։ Չասենք, որ այնտեղ 3 դատավորներ կան, որոնք 2021 թվականի ընտրություններին մասնակցել են որպես падգամավորի թեկնածուներ այն կուսակցություններից, որոնք հիմա մասնակցել են նաև հիմա։ Ես կարծում եմ, որ նրանք իրենք պետք է ինքնաբացարկ հայտնեն կոնկրետ այդ գործով քննության։ Եվ հետևաբար հերթ հասնելու է մանդատների բաշխման հարցին եւ այդ ժամանակ կարծում եմ, որ պիտի քաղաքական ուժերը ծանր թեթև անելով ես ժամանակը սուղել մի քանի արգումենտ ներկայացրեցի եւ թերության եւ առավելության պետքա բոլոր այս գործոնները գշռել եւ որոշում կայացնել թե հետագա պայքարի տեսանկյունից որն է արդյունավետ մեր հետագա պայքարի նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելը եթե մենք հիմա հրաժարական տանք իսկ մանդատներից հրաժարվել նշանակում է падգամավորի պաշտոնից հրաժարական տալ։ Եթե դա է օգնելու այդ գործին, դա պետք է անել։ Իսկ մեր ընտրողները իմ կարծիքով մեզ չեն ընտրել, որ մենք հրաժարական տան։ Իրանք իմ կարծիքով մեզ ընտրել են, որովհետեւ մենք հասնենք Փաշինյանին հեռացնելու։ Հետևաբար մեր մանդատներից հրաժարվելը նշանակում է մենք ենք պայքարից հրաժարվում, որովհետեւ ի տարբերություն ՔՊ-ի կեղծված քվեների, մեր յուրաքանչյուր քվեն, բացի դրանից, որ ինքը մաքուր է եւ ազնիվ, դա նաև զրկանքներով, դժվարություններով այն մարդիկ, ովքեր մեր օգտին քվեարկել են, ծանր փորձություններով են անցել, հալածանքների միջով են անցել։ Եվ հիմա այդ մարդկանց չարչարանքը ուղղակի հենց այնպես ասել, ես հրաժարվում եմ, այստեղ անձնական սուբյեկտիվ գործոնը պետք է մղել 100-րդ, չնայած որոշ դեպքերում ես կարդում եմ, նաև տենց են ներկայացնում։ Դա 100-րդական գործոն է։ Ինձ համար հաստատ կարող եմ ասել, եւ իմ գործընկերներից շփումներից վստահ կարող եմ նաև նրանց կարծիք որպես ներկայացնել։ Մենք հիմա էլ падգամավորներ չենք։ Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակում ազգային ժողովի падգամավորներ չկան։ Կարան նաև հետո էլ չլինեն։ Դրանից մեր տրամադրությունները պայքարը չի փոխվում։ Ուղղակի պետք է հասկանանք, թե այդ կարգավիճակի փոփոխությունը հետագա պայքարին օգուտ է թե վնաս։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այլ օրակարգի եթերում Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանն էր։